Այսպիսով, 69 թվականի հոկտեմբերի 6-ին հռոմեական զորքերը սկսեցին հարձակումը։ Թեթևազեն այրուձին հետևակային ուժերի ուղեկցությամբ սկսեց ճակատային գրոհ հայկական հետևակային շարքերի վրա։ Տիգրանի հետևակը արժանի կռիվ տվեց հակառակորդին, սակայն կարճատև ընդհարումից հետո հռոմեական ստորաբաժանումները սկսեցին անսպասելիորեն նահանջել։ Տիգրանը նկատելով նահանջը հրամայեց զինվորներին հետապնդել փախուստի դիմող թշնամուն։ Անմիջապես ձախ թևում գտնվող թեթևազեն հեծյալները սկսեցին հակահարձակումը, մնացած զորքը նրանց հետևից։ Թիկունքում մնաց միայն ծանրազեն հեծելազորը, ատրպատած թագավորի գլխավորությամբ։ Եվ այս պահին ճակատամարտին հետևող Լուկուլոսը տեսնելով հայկական մարտակարգի խախտումը, հրամայեց իր զորամասերին անմիջապես հարվածել ատրպատած թագավորի հեծյալներին։ Վերջիններս փորձեցին վերադասավորվել եւ կռիվ տալ, սակայն տեղանքը եւ հակառակորդի անսպասելի հարձակումը թույլ չտվեցին նրանց հաղթել հռոմեացիներին։ Մինչ հարձակումը Լուկուլոսը հրահանգել էր զինվորներին հարվածել հեծյալների անպաշտպան ոտքերին եւ ազդրերին։ Այսպիսով, մինչ զորքի մի մասը իր գլխավորությամբ կզբաղվեր ատրպատած թագավորի ջախջախումով, մյուս մասին Լուկուլոսը հրամայեց հարվածել հիմնական ուժերին թիկունքից։ Հայկական զորքերի պարտությունը ակնհայտ էր։ Հռոմեական նահանջող զորքերը, տեսնելով հայկական զորքում տիրող իրարանցումը, շրջվեցին եւ ամբողջ ուժով սկսեցին կռվել հետապնդող հայկական ուժերի դեմ։ Վերջիններս հասկանալով շրջափակման անխուսափելիությունը, խուճապի մատնվելով սկսեցին անկանոն փախուստ։ Հեծյալները տրորելով մարտական ընկերներին փորձում էին փախչել, բարդացնելով զորքի առանց այտել ծանր դրությունը։ Կանոնավոր նահանջ կատարեց միայն թագավորի պահապանների գունդը, որը Տիգրանին իր որդու հետ միասին դուրս հանեց կռվի դաշտից։ Մնացած ստորաբաժանումներին մեծ մասամբ ևս հաջողվեց փախչել հռոմեական սրից։ Իհարկե, ոչ առանց կորուստների։